Բարի օր ձեզ, ժողովուրդ ջան։ Տեսեք, նորից ուզում եմ անձրև գա։ Երեկ առավոտյան էլ անձրև եկավ, հետո եղանակը տաքացավ, կարողացանք թութու գիլաս քաղենք։ Այսօր առավոտյան լավ էր եղանակը, մենք կարևորը թութը քաղել ենք, բայց հիմա նորից ամպերը գոռում է, ուզում եմ անձրև գա։ Քաղել ենք ու սիրուն շարել եմ։ Այստեղ է ուրեմ ժողովուրդ ջան, նորից քաղել եմ, նորից շարել ենք, դրել ենք կառոպկի մեջ, իսկ այն մեկը հեսա կառոպկա կբերեն, կդնենք մեջը, ու այսպես կառոպկով սիրուն փակում են, ուղարկում են Ռուսաստան։ Տեսեք ինչ լավ սիրուն շար եմ արել ժողովուրդ ջան։ Ունենք, էլի ունենք թութ քաղեն ուղակի, ասենք թող այսօր այսքանը քաղենք, ինչ եմ արել, հետո ժողովուրդ ջան քաղել ենք, քաղելուց հետո նորից մաքրություն ենք անում, հաց ենք սարքում, խառնվեց իրար, հեսա մի հատ լավ անձրև է նորից գալու։ Մենք թթի վեդրոները հենային պատի տակ դրած է, հիմա պիտի էդ լվանամ, շուր տամ, որ ջրաքանվի, չեմ սրբում էլ, լվում եմ, շուր եմ տալի, հաջորդ օրը արդեն մաքուր է, պատրաստ է նորից թութ լցնելու, լցնում ենք, հետո բերում ենք այստեղ, այս կարմիր ամանների մեջ սիրուն շարում ենք։ Մեխակը սաղկել է, թուրքական մեխակ։ Այս լավ հոտ է գալի, այս լավ հոտ է գալի։ 1, 2, 3, այստեղ մի հատ էլ կա։ Հեսա նայեք, ինքը կտրվել է, բայց մեջից հենա դուրս է գալի։ Չայ եմ դրել վրան, ժողովուրդ, գնանք մի հատ լավ չայ պատրաստեմ, բերեմ այստեղ մամայիս հետ խմեմ, մամաս տուն է։ Այս մեկը խեղճացել, չգիտեմ։ Թեյնիկներ եռում է, գույններ սարքեն, ոյ, ծակր։ Բայ, թափեցի, լցնենք։ Արգելի հետևորդներ ջան, ուրեմ թութը եկան տարան, ասի սպասե թութը տանեմ, որ ես հանգիստ գնամ իմ գնումներին, ուրեմ գնացի Արարատ, գնումները սարեցի եկա, այսենց չբացեմ, տեսեք,
շատ գնումներ եմ արել, այստեղ վերմիշելները, այս քաղցր համով կոզինախներից է ու շատ լավ կոնֆետներ եմ արել, չի ուզում բացի, բայց հենց կոնֆետա, բրինձա, խտացրած կաթա, ուրեմն այստեղ էլ ինչ եմ վերցրել եմ ժողովուրդ ջան, տոմատ, մակարոն, եգիպտացորեն, ճիշտ եմ ասում, որ պտպտի կանենք, ուտենք, այստեղ պեսո կա ու շատ համեմուտներ եմ վերցրել, որ ինձի միշտ պետք է գալի ձեռքի տակ ունենում եմ, վերցրել եմ պոմիդոր, սոխը լավը չէր, հենց մի քանի հատ հաշված վերցրեցի, ինչ լավ տանձ եմ արել ժողովուրդ ջան, կիլոն 1700 գրամ, մի քանի հատ տանձ վերցրեցի, բանանա, ինչ եմ որոշել պատրաստեմ, որոշել եմ այսօր ժողովուրդ ջան, հենց այս գնումներս տեղավորեմ, գարի միս ենք վերցրել, ուզում եմ գարի խաշլամա անեմ, ուրեմն էսի գարի միսա, էսիկ հավի քյաբաբի միսա, սենց առանձին վերցրել եմ, ինձ պետք է, ու վերցրել եմ այստեղ տավարի միս, 4 կիլոգրամ խառը տավարի միս եմ վերցրել և 1 կիլո նորից, ավելի ճիշտ ցուլիկի միս է ժողովուրդ ջան, սենց, որտեղ մենք հարցրիկ, ասին ցուլիկի միս է, էս էլ աղացած նորից 1 կիլո, հենց աղալ եք տվել վերցրել ենք, որ վաղը պատրաստեմ տոլմա, դե թուփ արդեն պատրաստ է տերևը խաղողի, պետք է հավաքեմ թթու դնեմ, ասիմ հատ էլ ձեռքի հետ տոլմա պատրաստեմ։ Ուրեմն այստեղ նայեք, ժողովուրդ ջան, բրինձս վերջացել էր, մի հատ սենց 5 կիլոգրամանոց ալյուր եմ վերցրել, այս բրինձը, որ ես արել էի, ժողովուրդ, դուք գիտեիք, վերջինը 2 բաժակ էր մնում, օգտագործեցի, վերջացրեցի, նորից վերցրել եմ, այս բրինձին ուրեմն բասմատի բրինձա, այս բրինձին տվել եմ 5500 դրամ, այսքան եմ տվել 5 կիլոգրամանոց բրինձա, ինչ եմ վերել եմ դրել եմ, այստեղ է սենց ինչպես միշտ տոպրակները, ժեմչուկը, աղբի տոպրակներն է, որ ես միշտ առնում եմ, այս է թազա կաղամբա, ժողովուրդ, վերցրեցի ասի համ տոլմական եմ մեկը, համ էլ թփով կփաթաթեմ, այս էլ կոֆենը, որ նոր աղալ ենք տվել, վերցրել ենք, այս ինչ ամբողջ մեքենայի մեջ ժողովուրդ, այս կոֆեի հոտներ գալի, հենց անուշ հոտը գալիս է, էլի ռուբուստա, սուրճ, ռուբուստա, հա, այս էլ այստեղ ժողովուրդ ջան, այս էլ դնում, այստեղ կարտոֆիլ եմ վերցրել, սա էլ 300 դրամ կիլոն, որը հիշում եմ, այդ եմ ասում ժողովուրդ ջան, դե այսքան գնումներս ահագին գումար է կազմել ժողովուրդ ջան, շատ գումար է կազմել, այստեղ շատ մանր բաներ կա, հիմա սա տեղավորեմ ու խաշլամեն եփեմ արագի մեջ, որ հասցնենք մեր երեկոյան հացին արդեն պատրաստ լինի ժողովուրդ։ Բոլորներ իջնում եմ, ուրեմն առավոտյան պետք է նորից արթնանանք, համթութ քաղենք, եթե իհարկե եղանակը լավ լինի ժողովուրդ, որտեղ եղանակից կախված է, անձրև չգա, քամի չլինի, լվանանք, էսի լավ լվանան, հետո ինչ էի ասում, կիսատ մնացի հաթութը քաղենք, նորից գիլաս ունենք քաղելու, երևի այս անգամ է գիլասը կքաղենք, կվաճառենք, մնացածը կթողենք, արդեն ինձի մի քիչ կամպոտ կանեմ, շատ համով կամպոտ է ստացվում,
համել էլենչով սխրում, որ մենք գիլաս ենք խաղում, ասում են, բա ինձի, ենի գիտի թե լրիվ խաղում ենք, հա էլենչա։ Սիրում է, ժողովուրդ, սիրում է, որ գնանստի գիլասի ծառի տա, գիլաս ուտի, չի սիրում, որ սենց խաղում եմ, բերում եմ տունը, դնում եմ, որ ուտենք, լվանում եմ, ասում է, չէ, ես սիրում եմ, որ նստեմ ծառի տակ ուտեմ։ Բան, աղջիկս այդպես է սիրում։ Մենք էլ հատուկ ճյուղետ կա, որ թողել ենք իր համար, որ ինքը սիրում խաղի ուտի։ Չէ, մոմանի օջիկը, մոմանի նողսուն աղջիկը, մոմանի հրաց աղջիկը։ Էսիկ հիմա ուզում եմ դնեմ էստեղ, որ կարտոֆիլը արդեն լվանա, ուրեմ խաշլամեն էթելու եմ պամիդորով, բիբարով, ժողովուրդ, ամառայ խաշլամ։ Կարտոֆիլը լվանամ, մաքրեմ, խաշլամեն արագի մեջ շերտ սիրուն շարեցի, ջուրն է լցրել եմ, հիմա դրել եմ գազին։ Ուրեմ ասեմ, սոխել եմ դրել, սոխը դրել եմ տակը, մեծ սոխեր եմ։ Կտրել եմ մի քանի մասի դրել եմ տակը, բանջարեղեն, այսինքն պամիդոր, բիբար, միս, նորից այդպես շերտերով, իսկ ամենավերջում նոր կարտոֆիլն եմ դրել, ասի, որ տակը չմնա շուտ էփի, աղնել շերտ լցրել եմ, այսպես, հիմա սպասենք, թող էփի, պետք է Էլենը զգար նկարել, որ ես շերտ սիրուն դասավորում էի, բայց հարգել են ուրեմ ասեմ, Էլենս այս պահին պարապում է, թառա նվագում չկարողացավ, որ գար նկարել, ես էլ ասի ոչինչ, հենց այսպես կշարեմ, հետո կնկարեմ, հիմա սպասենք, միջև մեր խաշլամենն էփի, ես էլ մի հատ այս խոհանոցս նորից մաքրեմ, որովհետև շուտ թափվեց, հենց մի բան, որ ավել մի տեղ դրվում է ժողովուրդ ջան, պրազ երևում է, որ թափված է, ապրանքներս տեղավորեմ, այս համով լավաշներ ենք վերցրել, հենց որ գնացինք գնումների, մի անգամից լավաշեր բերեցինք, էսի ես ասել եմ հարգել հետևորդներ ջան, սա թեփի լավաշ է, այնքան համով, այնքան փուխը լավաշ, այսօր ես եմ կողքից սեն սիրուն նախշե, ուշ լավն է, միշտ 50 հատով, 60 հատով, պատայլա, որ հենց 100 հատ եմ առել, բայց ես անգամ մի քիչ վերցրեցինք, հեսա կթրջեմ մի քանի հատ, կկտրեմ, կդնեմ հացյամանի մեջ, որ պատրաստ լինի։ Ինքան լավն են ես խտասրած կարդերը հարգել հետևորդներ, ուրեմ ասեմ հենց խմորեղենի համարել եմ սենց օգտագործում ու Էլենն շատ սիրում է, դեռուն եմ սրա մեջ շիշը, հələ կիսատ այսուր կանխետներն է, հիմա դա մի ապել լավ Էլեն չոս կոպեկը դնում, չնայց մամաց գործի սիրում խմի, վազը կբերենք, եսի կլցնենք, խմելի սունելի, հարմենուն քավի համար, դրանք էլ կարմիր պղտորներն է, ինչ են վերցրել, սպիտակաձավար, հա, մանի են վերցրել ժողովուրդ, այնքան լավն էր ես մանի, սրանից մի անգամ էլ եմ օգտագործել, շատ լավն է ու շատ մաքուր ու շատ համով, այս մի փոքր տոպրակը չգիտեմ, 750 էր, 750 դրամ էր, ոնց որ թե 760 Սրանք են շատ համով, շատ
լիքներ են։ Էսի պիտի միշտ լիքը լինի ժողովուրդ, սիրում եմ, որ այսպես միշտ լիքն է լինում, ահա։ Երկու հատ լավ կա։ Ուտում ես? Այն։ Ճուտիկները, ճուտիկները։ Ծիպ 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 ծիպ։ Ծիպ 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 ծիպ։ Միջով խաշլամեն պատրաստ լինի, մի հատ էստեղ մեր բալկոնում կոֆե խմեմ, պտպտիկ եմ սարքեմ, դիսի պիտի հենց սենց պատրաստես ու ուտես։ Մամ ջան, մի հատ էս բացի, մի հատ էլ դուք էր։ Մամաս ոչ կոֆե, ախմ ոչ իր ասած շակալատ ա ուտում։ Մամ, մի հատ բան հարցնեմ, մամ ջան։ Ինձ է սիրում ես։ Շատ է սիրում։ Ինչ պատադիր է իմանա, շատ եմ սիրում։ Հա, մամ ջան։ Ես է քեզ եմ սիրում։ Մամ ջան։ Երեխեք ինչ է սիրում։ Ես է քեզ եմ սիրում, թանկս։ Սրբություն է մամա, սրբություն։ Մեր մամաները սրբություն են։ Մեր այդ կապը գարիք սինուլա գարչեզում է հա։ Ուրեմ ասեմ, ժողովուրդ ջան։ Մամ ջան, գիտես չէ, որ կամերան միացրել եմ, դու խոսում ես։ Հա, ոչինչ։ Ուրեմ ասեմ, հարգել հետևորդներ ջան, ուրախանում է, որ թորնիկներ ունի, շատ է սիրում իր թորնիկների, շատ,
Դե հիմա իմ երեխեքը, որ արդեն մեծ են, այն վաղ, որ իմ երեխեքը փոքր են, շատ մամաս պահել է, շատ պահել է, մեծացրել է, օգնել է ինձի։ Դե հիմա էլ արդեն փոքրիկ թորնիկներ ունի, Արտոս, Լիդուշիկս, Շակեր։ Դե պիտի, որ արդեն իրանց սիրի, հարգելի հետևորդներ ջան։ Մեծ եղբայրս ա, որ երեխա չունի, այդ ասում մամաս Աստված տա, ասում մի հատ էլ իրանը լինի, փոքրիկ, մամ ջան, Աստված ձենդ կլսի։ Մամաս չգիտի, որ սենց կամերան միացրել եմ, հարգելի հետևորդներ ջան, ասում եմ մամ ջան, միացրել եմ, նայում ա ինձի, ոչինչ, մամ ջան, ուրիշ բան չենք խոսում, լավ բաներ ենք զրուցում։ Նենց հով աստե ժողովուրդ, այդ ինչ լավ հով է, համ սուրճս եմ խմում, համ էլ սենց նստած այն թթերին եմ նայում, որ իշքան կարմիր թութ կա հավաքելու։ Ուրեմ ասեմ, եթե տաք ա ժողովուրդ, եթե տաք ա լինում եղանակ արևոտ, ժամ հասնում ա, ստից քաղում ես, ընդից հասնում ա։ Այսօր ճիշտ ա, սենց անպամած, մի քիչ եղանակը փոխվեց, խառնվեց, ճիշտ ա, հիմա անձրև չի գալի, բայց լավ ա, հով եղանակա։ Նա թթերն էլ կարմրել է, այդ էլ երևի առավոտյան արդեն։ Կհելնենք ու կքաղենք։ Ուրեմն որ ասում եմ թորնիկներին դե փոքր են, պետքա փոքրերին սիրի, ուրեմն անջատել եմ տեսախցիկը, մամաս ասում ա չէ, ես բոլորին էլ սիրում եմ, շատ եմ սիրում, ուղղակի իրանք, որ շատ փոքր են, ավելի ուշադրության կարիք են զգում, ժողովուրդ ջան, որովհետև իրոք փոքր են ու շատ կապված են մամայիս հետ, շատ։ Երկու օր մամաս էստեղ ա, երեխեքը զանգում են, Լիդուշիկս զանգել ա, տատի ուր ես գնացել, դե ճանաչողներ կլինեն, մոտիկներ, բարեկամներ, հարևաններ, գիտեն, որ իրոք մամաս շատ կապված է այդ երեխաների հետ, տան թորնիկների հետ, դե բնականաբար, որ տանը կան փոքրիկ թորնիկներ, այդպես է, կապնվում են երեխաների հետ, թե չէ այնպես չի, որ իմ երեխաներին չեն սիրի, հիմա էլ մեծ տարիքում ամեն երեխա իր տեղն ունի սիրելու, Վարդուհուս յուրահատուկ ձևով ա սիրում, ասում ա իմ մեծ թորնա, Հարութիս էլ ա սիրում, դե լսեք ժողովուրդը։ Իրոք, որ Էլենը շատ ժամանակ երգում ա, իմ մաման հուզվում չի ասում, ինձի աղբորս երեխեքն են ասում են, հորքուր գիտես, չէ, տատին, որ միացնում ա Էլենը երգում ա, տատին լացում ա։ Գիտեմ, մամ ջան, գիտեմ։ Բոլոր երեխաներն էլ մեկ են։ Ժողովուրդ ջան, թող Աստված առաջինը պահի, պահպանի մեր մամաներին, մեր պապաներին, Աստված բոլորի ծնողներին թող առողջություն տա, որովհետև ծնողը սրբություն է, որ տարիքում էլ դու լինես, եթե ունես ծնող, դու քեզի ջահել ես զգում, չգիտեմ, ավելին, այնպես, չգիտեմ, երեխա ես զգում, սենց ասեմ, ես գիտեմ, ես երեխա եմ, որ իմ մաման ինձ կողքն է, այն որ մի հատ կանչում եմ մամ, էդի արժի ամեն ինչ, չէ մամ ջան։ Բա։ Ջան, տեսեք, այնքան լավ է, փելա ջուրը քանվել է, հիմա ուզում եմ կանաչի էլ կտրեմ վրան, անջատեմ։ Էսի սենց ծածկենք, մինչև կանաչին կտրեմ։ Ժողովուրդ, ուրեմն ասեմ, մարդկա կանանչի ալքություն շատ է հանդիպել, որ չեմ գցում կանանչի, ուղղակի չգիտեմ, այսօր ես էլ եմ շատ ժամանակ եփել եմ, չեմ գցել, որ մամաս ասեց բեր այդ հայաթի կանանչից սիրուն կտրտի մեջ է, մի քիչ ցիտրոնա եւ համե։ Մամայիս խաթրից դուրս չեկա, ասի լավ, եթե ինքը տենց ա ուզում, թող տենց լինի։ Այսպես հիմա սա էլ արդեն լցնենք։ Կարտոշկային որ գրենա, դրա համար չի լցվել, եթե տակը լիներ, հաստատ հիմա տուր է երել է։
չեք էլ պատկերացնի այս խաշլամի հոտը ոնց է սենց տարածվի տնով մեծ ժողովրդյանին անուշ հոտ է գալիս, բայց բացել եմ լուսամուտները, այս գոլորշին դուրս կգա, ամեն դեպքում եկի կմաքրվի, բայց մի յուրահատուկ հոտ է գալի։ Խաշլամայի վերջնական արդյունքը ժողովուրդ արդեն է փածա, մնում է համ տեսենք։ Դե ինչ իմ լավ հետևորդներ ջան, բարի գիշեր բոլորիդ։